Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Էդգար Ղազարյանը, իմ խնդրանքով, գիտեք, որ մենք հանդիպում ենք ամեն երկու շաբթի, թեպետ ոնց որ պարոն Ղազարյանը նոր որոշում ունի, հնարավոր է մենք առաջիկայում շատ կարոտենք պարոն Ղազարյանին, բայց մինչ այդ շնորհակալություն պարոն Ղազարյան, որ իմ առաջարկը ընդունեցիք, որտեղ ինչ որ կարճ ժամանակահատված ես բացակայում էի երկրից, որտեղ ինձ շատ միշտ հետաքրքիր է աշխատել, զրուցել պարոն Ղազարյանի հետ, որտեղ են քիչ բացառիկ adekvat մարդկանց է քաղաքական, հա, դաշտում այդ իմաստով։ Շնորհակալություն պարոն Ղազարյան, եւ այսպես այն ինչի մասին որ խոսում էինք, կանխատեսելի է, դա արդեն դառնում է իրականություն։ Եթե դուք ոչ, ապա ես։ Մենք հիշում ենք ճիշտ մոտավորապես 1 տարի առաջ կամ 1 տարի 2-3 ամիս առաջ զարգացումներ, process-ներ գնացին, հերթական ալիքը ժողովրդական բարձրացավ, ցավոք սրտի մեր այսպես կոչված ընդդիմադիր էլիտան չկարողացավ այդ ամենը մոբիլիզացնել, իրականացնել ու նպատակին հասնել, այն է հեռացնել այս իշխանությանը։ Եվ այսպես թուլանալով հիասթափություն առաջ բերելով, այսպես ասած մաշերով պայքարը մենք եկանք մի այնպիսի հանգրվանի, որ այլևս Նիկոլի ձեռքերը թվում են ազատ։ Իհարկե դա այդ ամեն ինչը ժամանակավոր է, ինչի մասով դա նշանակում է ընդհանրապես չիմանալ պատմություն, չիմանալ անցյալ եւ այսպես բանը ծովածնկներից վիճակում իրենց գալ եւ փորձել այսպիսի գործողությունների անցնել։ Մենք երեք հետևում էինք ողջ գիշեր, պարզ է, որ հիստերիայի մեջ է, ընդհանրապես այս վերջին իրենց հայտարարությունից, ընտանիքի թիմի հայտարարություններից կարելի է հասկանալ, որ այնտեղ ինչ որ լուրջ բաներ են տեղի ունենում, կամացանի, չէ՞, պարոն Ղազարյան, որովհետև որևէ տրամով այն Խաչիկյանը որ ուղիղ եթերում տեսավ թե ինչ էր, առաջին գրառումը հիշում եք, կաթողիկոսի սրբազանների հետ կապված որ եղավ, այդ ես կարծում եմ բոլորիս մոտ միջև հիմա է դա, միջև հիմա օրինակ 3 որ այդ գրառումը արել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված, չգիտեմ, ամեն անգամ որ այսպես այսօր ամեն անգամ որ այսպես նայում ես, բանը մի հատ շոկային ինչ որ բան է, թե այս ինչ է տեղի ունենում, ինչև է գրառումներին զուգահեռ 3 ինքը արդեն գնաց վերջին ծայրահեղ գործողությունների ինքը գնում, ենթադրում եմ, որ կա հստակ պլան, դրված է իր առջև սա, ընդ որում ժամանակ առ ժամանակ դրանք ավելի շատ ավելի արագ տեմպով են սկսում իրականացնել, չէ, նկատում եք երբեմն դանդաղ, երբեմն արագ, ակնհայտ է, որ Թուրքիա այցից հետո իր մոտ ինչ-որ բաներ փոխվեցին եւ գրառումների առումով եւ գործողությունների առումով պարզ է դառնում, որ մենք շատ երկար ենք խոսել, շատ ենք ասել դրա մասին, որ այս մարդու հիմնական միակ հենման կետը արտաքին աշխարհում մնացել է Էրդողանը մասամբ Ալիևը, իսկ եթե իրենք են իր հենման կետերը, հետեւաբար պետք է լսի իրենց բոլոր եւ կատարի իրենց բոլոր հրահանգները։ 3 թիրախում սրբազաններ եւ ոչ միայն սրբազանը, 3 մենք տեսանք, որ շատ արագ տեմպով որոշումներ կայացրեցին եւ 2 ամսյա կալանքներ եղան։ Ինչու գնաց այս ծայրահեղ քայլերին, պարոն Ղազարյան։ Նախ բերեք արձանագրենք, որ կալանավորվել է, ընդ որում բացարձակ անհիմն, անմեղ մարդ, որը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու արքեպիսկոպոսը, հոգևորականի ձերբակալություն, առավել ևս բարձրաստիճան հոգևորականի ձերբակալություն, մենք պիտի հենց մի հատ հիշենք, թե պատմության մեջ սրանից նախորդող անգամը երբ է եղել։ Ես փորձեցի ճշտել, ասեցին 37 թվին, հիմա որպեսզի մենք սխալված չենք, ես ոչ չգիտեմ այդպիսի բան։ Այսինքն հիմա սա արտառոց նախադեպ փաստ է։ Այո։ Ընդ որում սա փաստ է այն համատեքստում, որ թիրախում ոչ միայն եղել է arczepiskopos Բագրատ Սրբազանը, Հայկական եկեղեցին, այլ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, ընդհանրապես եկեղեցու գլխավոր առաջնորդ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորության։ Նրանք նույնպես թիրախում են եւ ես չեմ բացառում, որ այս ամեն ինչը
հասնելու է նաև կաթողիկոսին, հասնելու է նաև մյուս եպիսկոպոսներին։ Հիմա փորձենք հասկանալ թե ինչու։ Դուք ասեք, որ սա եղել է Թուրքիա իր այցից հետո։ Սա էլ է ժամանակագրական փաստ։ Այսինքն ինքը այցելել է Թուրքիա, հանդիպել է Էրդողանի հետ, գնացել է Կապույտ մզկիթ, Ստամբուլի, եկել է ու հարձակվել է մեր եկեղեցի, ընդ որում գնացել է նաև Սուրբ Աստվածածի եկեղեցի, որտեղ իրան ոչ մի հայ քրիստոնյա չի դիմավորել, չի ընդունել, չի ուղեկցել, այդ թվում պատրիարքը, գնացել է Ստամբուլի Կապույտ մզկիթ, որտեղ իրան ընդունել է մուսուլմանական հոգևորական, չգիտեմ ինչ ծես է եղել իր հետ, որովհետև կադրերը ամբողջությամբ ցույց չեն տալի, ասենք, չգիտեմ, թլփատում եղել է թե չէ, Իրան, այնտեղ պատվիրակության էլի անդամներ կային, Արադ Միրզոյան, Ռուբինյան, Վահան Կոսով, որտեղ դե մեկը ինձ խավոր լինի։ Բայց դա անում են, երբ որ նոր է ծնված ելնում։ Ասենք 50 տարեկանում, չգիտեմ, անում են թե չեն անում, կամ երկրորդ անգամ անում են թե չեն անում։ Բայց եթե ծեյս չէ, դրա համար չգիտեմ, ինչի է գնացել։ Բայց այդ գործողությունները ականայ դրանից հետո է, չէ՞։ Ու եկեղեցու վրա հարձակումը երբանից է։ Այդ վերջի շրջանի կաթողիկոսի Շվեյցարիայի այցելությունից ունդեղ ունեցած ելույթից հետո։ Հիմա տրամաբանական կապը որն է այս ամեն ինչում։ Թուրքիան, Ադրբեջանը որպես պետություններ ունեն իրենց անվտանգային ռազմավարությունները, դոկտրիները, ցանկացած պետություն ունի, այդ թվում դա ունի Ադրբեջանը եւ Թուրքիան։ Թուրքիայի անվտանգային դոկտրինում Հայաստանը ընդհանրապես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին մասնավորապես դիտվում է որպես Թուրքիայի անվտանգության համար սպառնալիքը, ներկայացնող կազմակերպություն։ Ասենք ցանկացած երկրի համար կան անվտանգային սպառնալիք ներկայացնող կազմակերպություններ եւ երկրներ, չէ՞, պետություններ, եթե ճշնամաբար են տրամադրված այդ պետության հանդեպ, կազմակերպություններ, որոնք նույնպես, օրինակ ասենք, ահաբեկչական կազմակերպություններ կան, որոնք Միացյալ Նահանգների անվտանգության համար սպառնալիք են, չէ՞ դիտարկում։ Ասենք քրդական բանվորական կուսակցությունը Թուրքիայի անվտանգության համար սպառնալիքներ կան, ինքը ֆիքսում են, չէ՞, ասում են, այս կազմակերպությունը մեր երկրի անվտանգության համար սպառնալիք է։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին իրանք դիտարկում են որպես իրենց համար անվտանգային սպառնալիք ներկայացնող կազմակերպություն։ Ինչի համար։ Ոչ թե որ ինքը քրիստոնեական եկեղեցի, աշխարհում շատ կան քրիստոնեական եկեղեցիներ, որովհետև դա մի եկեղեցի է, որը աշխարհասփյուռ է, այսինքն ամբողջ աշխարհի հայությանը համախմբում է, հետևողական պայքար է իրականացնում հայոց ցեղասպանության, միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ, այսինքն համայն հայության ջանքերը, այն կազմակերպությունների լոբիստական, որոնք տարբեր երկրներում ցեղասպանության հարցը առաջ են մղում։ Եկեղեցին դրանց բոլորի թիկունքում կանգնած իր ամիջական մասնակցությամբ դա իրականացնող կազմակերպություն է, ինչը որ Թուրքիան դիտում է որպես սպառնալիք իր համար։ Դրա հետ միասին հայաստանյաց եկեղեցին է, որ սրբադասել է ցեղասպանության նահատակներին, այսինքն դա թողել է հավիտյան բոլոր սերունդներին որպես սրբություն այն նահատակները, ովքեր ցեղասպանվել են Թուրքիայի կողմից, այն Թուրքիայի, որը այդ ցեղասպանությունը ժխտում է, որը մերժում է, որը չի ընդունում, դրա ընդունումը համարում է իր համար սպառնալիք։ Հիմա եթե հայաստանյաց առաքելական եկեղեցին սպառնելը, հիմա օրինակ քրդական բանվորական կուսակցությանը համարեցին, ինչ արեցին։ Այդ կուսակցության առաջնորդին Օջալյանին ձերբակալեցին, տարան գցին բանտը, այդ կուսակցությունը պարակտեցին, վերացրեցին, չէ, հիմա հասել են դրան։ Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է 1.5 միլիոն հայերի։ Հայ նահատակներին։ Այո։ Հիմա Թուրքիայի իշխանությունը այդ սպառնալիքը վերացնելու նպատակ ա դրել։ Այսինքն եթե իր համար անվտանգային սպառնալիք չեզոք հասնի։ Հիմա ո՞նց է չեզոք հասնում։ Իր ուժերը որպես պետություն դա անելը շատ դժվար է։ Կանչում է Նիկոլ Փաշինյանի, հանձնարարությունը տալիս, դու պետք է գնաս դա վերացնես։ Սա էլ գալիս է, նա եմ ասում այդ եկեղեցին վերացնելու ձևը ո՞նց է։ 1700 տարի մեր եկեղեցու կառավարման կառուցվածքը նույնն է։ Այսինքն վեհապար հայրապետը միակ Աստծո օծյալն է։ Ինքն է գլխավորում եկեղեցին։ Եթե իրան հանում ես այդ եկեղեցի, վերացնում ես, փոխարինող չկա, այսինքն տեղակալ չունի, էլի։ Տենց մեր կենցաղային։ Այսինքն կարող Ղազարյան, ոնց պատտում ենք այս բոլոր գործողությունները, քանի որ շատ լավ հասկանում է եւ Էրդողանը Նիկոլը, որ վերջին սյունը ամուր մնացել է հայ առաքելական եկեղեցին,
Պիտի վերացի գլխատվի վեհապարի հարցը, այո, հետո վեհապարից, ասենք որպես խորհրդակցական մարմին, որոշում ընդունող մարմին, դա բարձրագույն հոգևոր խորհուրդն է։ Բարձրագույն հոգևոր խորհրդում ընդգրկվում են թեմերի առաջնորդները եւ ամենաբարձր դասի հոգևորականները։ Չէ, ասենք հիմա դիվանապետն է, մեր հայաստանյաց թեմերի առաջնորդներն են, պատրիարքներն են, չէ՞։ Հիմա ամենաբարձր կոչումը եւ հարգանքը ազդեցություն ունեցող հոգեվորական։ Հիմա կեսին է դրա հանում ես, կեսին։ Այդ բարձրագույն հոգևոր խորհուրդը չի կարող որոշումներ կայացնել։ Քվորում չունի, անհրաժեշտ թվով վերացավ։ Հիմա եթե կաթողիկոս չկա, բարձրագույն հոգևոր խորհուրդը վերացել է, տեղը մարդ է։ Այսինքն Սրբազանի նկատմամբ կաթողիկոսին հասնելու ճանապարհն է մաքրում։ Գրել է։ Հա, տեսնում եք։ Գրել է, ասում է, ձերբակալվեց, ինքը նաև էս անում էր, Ավազանի անունով է տալի չեն պարանում, Արշակ Սրբազանին Ավազանի անունով նշում կաթողիկոս, ասում է իրանց օրհնությամբ։ Այսինքն հստակ սլակները ուղղում է, ասում է, որ սա հետում է դեպի ինդեր։ Ու որ նա համադրում է իր նախորդող գործը, ակնհայտ է, որ այս նույնը մենք տեսնելու ենք նաև շարունակություն։ Այսինքն, եթե հիմա որևէ մի օր բացվի, մենք միշտ sense աճա ասում ենք, լավ, սա վերջն էր, էլի Սրբազան ձերբակալեցին, բան չէ։ Ուտեմ ասում մեկը լույսը բացվում, մեկը տերում ենք ապել, կարող է հանկարծ սա կաթողիկոս է ձերբակալի։ Չէ, ասենք, որ դա արեց, ինչ պիտի անես, չէ, ապօրինության բանի, դա այդ պատկերացնում ես են նկարներ կամերան մտնեն ցույց տան, որ տեսեք հələ ինչ հարստություն ա եղել եկեղեցում, ասես փողեր հանեն շատ, հետո տանեն։ Այ ճիշտ բան եք ասում, ինչեւ այդ ասել քնչական կոմիտեում $690,000 փող կա, չէ՞։ Հա։ Այս վերջերս որ գողացան։ Տանեն այնտեղ, նկարեն, ցույց տան, ասեն տեսեք ինչ է։ Տանեն այնտեղ եկեղեցում, մտնեն սև դիմակներով, ավտոմատներով, բաներով, ԱԱՑ-ը, ասես մեջքին գրած թե սաղ ԱԱՑ-ը, բան, ասես սաղ տեղերը ԱԱՑ-ի է գրած։ Հա, ասես մտնեն մի հատ այդ փողերը հետները տանեն, դնեն ընդ մի սեղանի վրա, կաթողիկոսի կաբինետում, նկարեն, հետո հավաքելից մեջում բերեն, ասեն դուք ժողովուրդ sense Այսինքն Տուշոնկայից են կողմ չեն անցել, է, Տուշոնկա ոնց որ կերակրեցին Տուշոնկայով Արցախը, ըստ էության Տուշոնկայի այդ ամբողջ շոուն Արցախը հանձնելու բաներ։ Հիմա երեկվա շոուն ինչ որ նկարեց, զարդեր նկարեն, չգիտեմ, ասեք երեկվա շոուն իբր թե զենք էին գտե, դանակ էին գտե, մկրատ էին գտե, թել էին գտե, էլ ինչ էին գտե, անձեռոցիկ էին գտե, բացի չէին գտե, չէ, ասեք, կոճակ էին գտե, չէ, կոճակ, մոճակ, ինչ կա։ Տուփեր էին sense բանի գտե։ Արմատուրա վաճառող ֆիրմաները, ասենք, դե դրանց կատալոգը պետք է նրանց ապրանքի տեսքով լինի, չէ, որ ասենք առնողը իմանա արմատուրան ինչ տեսք ունի, ինչ հասություն ունի, ասես մի հատ տուփի մեջ բոլոր նմուշներից կա, էդի տարեբացը սրանով իրականացնում էին իշխանազավթում։ Մեր պաշկա 20 սանտիմետրանոց արմատուրա է։ Իշխանը, բան ասում եմ, բան գիտես ինչ են հայտնաբերել։ Այն երեխեքի ծնունդի մեր տունել են գար։ Որ մոմերը փչերս մի հատ խլապուշկա փլշտը սանպես մի հատ խներից են թափում է։ Դրանց գմփուտիկներ։ Գմփուտիկներ։ Հա, գմփուտիկ ասեք մի բան։ Ու էդի վարչապետ իր այջում դրել է, որ ասում եմ զենք է, ուրեմն երկու հատ զենք են հայտնաբերել, օրինական, որ զենքի վկայականներն է, զենքի վրա դրած նկարելուց էլի, ասեք, որ օրինակ Հայաստանում, եթե չեմ սխալվում, կա 24000 որսորդ։ Այդ նշանակում է, որ Հայաստանում կա 24000 առնվազն, չեմ ասում, որ մի որսորդ կարող ունենա 3-4 տարբեր զենք օրինական։ Հիմա եթե այդ ասეთ մարդկանց տնից այդ իր զենքերը հանեց, դրա արա կոսի զենք օրինական, որսորդական զենքերը։ Էդի ասենք, եթե մարդը հետո որսորդական զենք ալ, չի շնորհել, որ հետո իշխանապ